Պարոն Սիմոնյան, դուք ՔՊ-ի հետքերը ասել եք, որ օր առաջ պետք է Գյումրիից վերացնենք։ Ինչպես եք պատրաստվում դա անել։ Դիմաց ընտրությունները, ինչպես գիտենք, արդահերթ մեր թիմով մասնակցում ենք ընտրություններին, յուրաքանչյուր թիմագիծ իր դեմ դրել է այդ խնդիրը, տեսնելով երկրի կառավարման բացերը, խնդիրները եւ այդ խնդիրը դրել ենք մեր առաջ, իսկ թե ինչպես իհարկե ժողովրդի քվեն ստանալով եւ ցույց տալով, որ վերջացած է իրենց, այսպես ասած, կառավարման ժամանակաշրջանը։ Հնարավոր է Գյումրիում իշխանափոխությունը տեղափոխվի հանրապետական մասշտաբի, այսինքն Գյումրիից սկսի Փաշինյանի հեռացումը։ Լավ հարց է։ Իմ կարծիքով անկախ Հայաստանի պատմության մեջ միշտ Գյումրիից սկսվել են ինչ-որ պրոցեսներ, որոնք մեծ թափ ընթացք են ստացել։ Իհարկե հնարավոր է, որովհետև գյումրեցու խոսքը որոշիչ է։ Ինչքան ձայն ունի այստեղ ՔՊ-ն ըստ ձեր հաշվարկներով եւ որքան ձայն կստանաք դուք։ Որքան ձայն կստանանք մենք այդ հարցը չի որ կարողանաս պատասխանել։ Իսկ քաղաքացիական պայմանագիրը ունի այնքան ձայն, ինչքան որ պետք է մարդկանց համոզի, որ եկեք մեզ ընտրեք, որպեսզի ձեզ տանք, այս ինչ պաշտոն է, այս ինչ գործ է։ Եթե այդ սկզբունքով իրենք չշարժվեն, ուրեմն իմ կարծիքով ձայն չունեն։ Նազելի Բաղդասարյանը ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, ոնց պիտի հաղթենք 50+ ձայն ունենք, որովհետև հեղինակավոր մարդիկ են այնտեղ ցուցակում ընդգրկված, որպես օրինակ նշեց իրեն, Արուշանյանին եւ այլոց։ Ինչ կասեք այս մասին։ Դե հիմա այն անեկդոտի պես է, դուք էլ ասեք։ Դուք գործարար մարդ եք, պարոն Սիմոնյան, ինչը ձեզ մղեց թողնելով ձեր բիզնեսները եւ այլն, մտնել քաղաքականության մեջ եւ առաջադրվել տեխնացու։ Նախ ես չեմ թողել իմ բիզնեսները, նորից զբաղվում եմ, քանի որ հասարակական կյանքում ակտիվ եմ եղել եւ իմ համար բավականություն է եղել այդ հասարակական կյանքում շփումները մարդկանց հետ։ Ունեցել եմ իմ գաղափարները, թիմագիծներիս հետ միշտ քննարկել եմ այդ գաղափարների մասին եւ ընթացքում ստեղծել ենք նաեւ մենք նախաձեռնությունը, որով հասարակական կյանքում կատարելու ենք տարբեր տեսակի միջոցառումներ, որոնց նպատակը ուղղված են լինելու ընտանեկան հավանական արժեքների պահպանմանը, կրմանը եւ տարածմանը, ինչպես նաեւ սպորտի, կրթության եւ մշակույթի ոլորտներում։ Այդ ամենը կատարելու համար բախվում ենք երբեմն պետական դռների, որտեղ կամ չեն հասկանում ինչ ենք ասում, կամ ի վիճակի չեն այդ ամեն ինչը ընկալելու։ Գալիս է հաջորդ փուլը, ուրեմն այդտեղ էլ ունես պայքար տանելու, որպեսզի կարողանաս գաղափարներդ եւ ծրագրերդ առաջ տանել։ Ասացիք, որ շարունակում են բիզնեսները վարել, բայց շահերի բախում չի լինի, երբ որ ընտրվեք քաղաքապետ, այդ երկուսը իրար մեջ հակասության մեջ չի մտնի, չեք դադարեցնելու բիզնեսները ղեկավարել։ Իմ բիզնեսներն ունեն տնօրեններ, ես որպես հիմնադիր եմ, չեմ կարծում, որ կխանգարեմ, որովհետև ունեմ կառուցած սիստեմ, որում իմ ներգրավվածությունը ժամանակային առումով ավելի քիչ է պետք, դրա համար կարծում եմ, որ չեն խանգարի իրենց։ Բայց բիզնեսի ոլորտում իմ ծավալած աշխատանքները տվել են այսպես ասած հիմքերը, որ որպես տնտեսող, որպես զարգացնող անպայման պետք է գալու այդ փորձը քաղաքի կառավարման մեջ եւ ընդհանրապես երկրում ինչ որ ծրագրեր իրագործելու համար։ Ում եք համարում ձեր հիմնական մրցակիցը առաջադրվածներից։ Ինքներս մեզ ենք համարում հիմնական մրցակից, եթե կարողանանք հասցնել գյումրեցիներին այն ամեն ինչ որ կա իրականում մեր մեջ, մեր թիմի ներսում, ուրեմն մենք արդեն ունենք հաջողություն։
Գիտեք, որ ընտրացուցակներում նոր մարդիկ են ավելացել ընտրություններից առաջ 2700 հոգի մոտավորապես, որոնց մեջ ընդգրկված են նաև հնդիկներ եւ այլն։ Ինչ է կանելու դրա դեմ, որտեղ կարող է հանկարծ պարզվի, որ Ռամիշ Կումեշը, ասենք, ուշքը գնում է պարզապես ՔՊ-ի համար։ Նրանց քվեները ոնց եք չեզոքացնել։ Տեսեք, չեզոքացնելու մեխանիզմները այդ ամբողջը պետությանը պատկանում, իրենց է պատկանում։ Երեք կակրած իրիկուն այստեղ մարդ եկավ, ասեց հնդիկներով, ով որ զբաղվում է Գյումրիում, ով որ հնդիկների հարցերով զբաղվում է, հնդիկները բերում ուղարկում աշխատանքների, իրան ներառել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավականու անդամ։ Դեռ չենք ճշտել, որովհետև հրաբարակած չի, բայց եթե այդպես եղավ, ուրեմն գյումրեցին անպայման կֆիքսի այդ պահը եւ արժանի պատասխան կտա, որովհետեւ հնդիկը այսօր այստեղ է, վաղը չեմ ուսորը Բրազիլիա է։ Ինքը չէ որ պետք է այստեղ որոշում կայացնի, էլի, այսինքն 40 տարի այստեղ ապրենք, հնդիկը կա ցիշկեն դնի, որ քաղաքացիական պայմանագիրը շարունակի եւ դրա անունը տնենք ընտրություն։ Ես համարում եմ, որ գյումրեցին այստեղ անելիք ունի։